Բարև ձեզ, հայկական ընտրության քննարկումների հարթակում մենք սկսում ենք քննարկումների շարք եւ այսօր Արմեն Աղայանի հետ կփորձենք անդրադառնալ նախընտրության գաղափարին եւ նրա գաղափարական սկզբունքներին, որպեսզի ավելի պարզ, պատկերավոր եւ մանրամասն հնարավորինս մեր հեռուստադիտողի համար պարզ լինի ինչ ենք առաջարկում հայկական ընտրության շրջանակներում եւ ինչի շուրջ ենք առաջարկում համախմբել։ Բարև ձեզ, պարոն Աղայան, շնորհակալություն, որ հնարավորություն ընձեռնվեց այս քննարկումը կազմակերպելու համար եւ այսպես մի երկու խոսքով ընդհանրապես նախընտրության մասին եւ ինչու են անհրաժեշտ այդ գաղափարական սկզբունքները եւ ընդհանրապես որոնք են դրանք։ Հայկական ընտրության գլխավոր նախագիծն է նախընտրությունը, որը քաղաքական դաշտի ազգային հատվածին առաջարկվում է որպես միասնական ցուցակ եւ միասնական վարչապետի տեխնացու, պատգամավորության տեխնացու առաջադրելու մեխանիզմ համախմբելու համար քաղաքական դաշտի ազգային հատվածում գործող բոլոր առանհատ գործիչներին, խմբակներին, անգամ կուսակցություններին, փոքր կուսակցություններին եւ այս ամենը առաջիկա պետական ընտրություններին ընդառաջ։ Նախընտրությունը ինչ որ իմաստով քաղաքական տերմինի թարգմանություն է, ասենք Միացյալ Նահանգներում հայտնի է որպես primaries, ուրիշ երկրներում նույնպես ինչ որ ձևերով դա տեղի ունենում, այսինքն դա այն ընտրություններն են, որով որոշակի գաղափարական ուղղվածության քաղաքական գործիչներ, թիմեր, կազմակերպություններ իրենց ներս քանի կազմակերպություններ իրար հետ միասին ձևավորում են միասնական ցուցակ պետական ընտրություններին մասնակցելու համար։ Հայկական ընտրության առաջարկը այն էր, որ այդ նախընտրությունը կազմակերպվի հենց քաղաքական դաշտի ազգային հատվածի բոլոր փոքր խմբերի մասնակցությամբ, դրանք հիմնականում փոքր խմբակներ են, որովհետև ազգային հատվածում չկան այնպես խոշոր օլիգարխներ, որպեսզի մեծ կառույցներ ձևավորեն, չկան մեծ ռեսուրսներ ազգային գործիչների ձեռքին, որ դրա հիման վրա ինչ որ շատ ծավալուն բաներ լինեն, հիմնականում գաղափարական, հայրենասիրական տարբեր այլ մղումներով հավաքված խմբեր են, որոնք Հայաստանի առկա քաղաքական դաշտի բևեռներին մերժողական են վերաբերում թե նախկինում մերժված Թալանչի իշխանություններին, թե այսօրվա հայրենադավ կարելի ասել վարչախմբին եւ նաեւ ասենք տարբեր այլ օլիգարխիական խմբերին, որոնք այս պահին ասենք կարող են այլ երկրներից գան եւ փորձեն այստեղ քաղաքական շարժումներ ձևավորել, իսկ քաղաքական դաշտի ազգային պատասխանատվությամբ առաջնորդվող գործիչները նրանք կարող են առաջադրվել միայն հանրության կողմից։ Նրանք չեն կարող իրենք փողով կուսակցականներ ընդունել, աշխատավարձեր տալ, բնականաբար նրանց նախընտրական ծախսերը իրենց գրպանից չեն կարող ազգային գործիչները անել, դա պետք է հանրությունը նրանց առաջադրող նաև այդ խնդիրները լուծի եւ մենք փաստորեն մշակել ենք այդ տեխնոլոգիան որպես առաջարկություն ներկայացնում ենք հանրությանը, դա առաջին տարին չի, որ դա փորձում ենք անել, տարբեր տարիներին այդ պահի քաղաքական իրավիճակին համապատասխան ճշգրտված ինչ որ նախագծերով մենք բարբերաբար հանդես ենք եկել։ Դժվար խնդիր է, շատ դժվար է իրարից անկախ գործող խմբակներին, որոնց յուրաքանչյուր ունի իր առաջնորդը կամ մի քանի առաջնորդները, որոնք ունեն ինչ որ սևեռուն գաղափարներ երբեմն կամ ասենք ինչ որ նեղ մասնագիտացում, ինչ որ քաղաքական նախասիրություններ, երբեմն իրար չեն վստահում, երբեմն անգամ ինչ որ նախկինում վատ փորձառություն ունեն համագործակցելու եւ տարանջատվելու մեր նախընտրության իմաստն այն է, որ այստեղ մարդիկ իրերը չեն ամուսնանում նախընտրությանը մասնակցելով, ավելին նրանք անգամ կարող են բանավիճել քննարկումների ժամանակ, ունենալ հակադիր տեսակետներ, բոլոր պարագաներում եզրակացությունը տալիս է ակտիվ համակիրների, ընտրողների մի քանի հազարանոց
հատվածը, որը մասնակցում է այդ նախընտրությանը որպես ընտրող եւ առկա տեխնացուների նրանց ծրագրերի գնահատումներ կատարում եւ առաջադրում փաստորեն միասնական ցուցակ։ Ինչու դա չի կարելի անել հենց ընտրությունների ժամանակ, այսինքն ինչու է պետք նախընտրություն իրականացնել։ Ընտրությունների ժամանակ նույնպես կարելի է տեսականորեն անել, բայց դա կլինի շատ անարդյունավետ։ Նախ որովհետև ազգային հատվածի խմբակներից ոչ մեկը այնքան ռեսուրս չի ունենա առանձին մասնակցելու դեպքում, որպեսզի հանրության կողմից ընկալվի որպես իրական այլընտրանք։ Եվ մեծամասնությանը մերժելու են ոչ թե նրանց գաղափարների պատճառով, այլ որովհետև նրանք ընտրվելու շանս չունեն, հա, ընտրողների մեծ մասի կարծիքով այդ փոքր խմբակը ընտրվելու շանս չունի, եւ դա իսկապես այդպես է լինելու։ Ընտրվելու շանսը առաջանալու է միայն միասնաբար հանդես գալու դեպքում։ Երկրորդը, եթե նման է մի բանի, որ մենք փոխանակ մի ամբողջական միասնական բանակով մասնակցենք պայքարին հակառակորդ ուժերի դեմ, մենք նախընտրում ենք մի քանի ջոկատներով մասնակցել, ամեն մեկը իր առանձին խնդիրը լուծի, իսկ հաճախ էլ իրար հետ մրցակցենք, որովհետև ազգային ընտրազանգվածը ընդհանուր է եւ շատ բնական է, որ որևէ մեկը, որը հավակնում է այդ ձայները ստանալ, հենց այդ պետական ընտրությունների ժամանակ պետք է ցույց տա, որ ինքը մյուսից առավել է, երբեմն կարող է քննադատել, անգամ մեղադրել, անգամ բամբասել, անգամ, չգիտեմ, կեղծ մեղադրանքներ տալ, այս ամեն ինչը խարխլում է։ Ազգային ընդդիմությունը ինքնահռչակ գործիչները չեն, ազգային ընդդիմությունը ազգային ընդդիմադիր ընտրողներն են, որոնք ում որ առաջադրեն, նրանց կներկայացնեն։ Այսինքն դու ինչ որ օլիգարխ չես, որ քո քաղաքականությունը քո համար ներդրում լինի, որպեսզի իշխանությունը վերցնես եւ քո, ասենք, նյութական խնդիրները լուծես, քո համար տանիք ծառայեցնես կամ հավելյալ հարստանալու։ Դու նախկին իշխանավոր չես, որ քո ռևանշի խնդիրը լուծես։ Դու ազգային խնդիր պետք է լուծես։ Եթե մենք որպես ազգ ուզում ենք ինչ որ որոշում կայացնենք, բնականաբար այդ որոշումը պետք է կայացնենք քննարկելով։ Եվ այդ քննարկումը պետական ընտրությունների ժամանակ, երբ որ դու համ սրանց պետք է քննադատես որպես պայմանական նախկին թալանչի, համ սրանց պետք է քննադատես որպես երկիրը կործանած եւ այսօր էլ թուրքական շահերը սպասարկող քաղաքական ուժ եւ այլն, այս բոլորի հետ միաժամանակ պայքարել եւ պայքարել նաեւ ներսում միմյանց դեմ ըստ էության, սա իհարկե անթույլատրելի է։ Հայաստանում կարող է գոյություն ունենալ միայն մեկ ազգային ընդդիմություն, եթե այդ մեկ ազգային ընդդիմության փոխարեն երկուսն է, երեքն է, ուրեմն նրանցից ոչ մեկն էլ կարելի ասել ազգային չեն, այլ ընդամենը ինչ որ պառակտիչ խմբակներ են, հա, այսպես է ստացվում, բայց անգամ այսօր կարող է այդ իրավիճակը լինել, մեր նպատակն է, որ հանրությունը ունենա այդ հնարավորությունը, այսինքն Հայաստանի Հանրապետության այն ընտրողը, որը չի ուզում սև ու սպիտակի միջև ընտրել, որը չի ուզում արտաքին կողմնորոշումների միջև ընտրել, որի համար առաջնային ազգային խնդիրներ են, նա պետք է այլընտրանք ունենա պետական ընտրությունների ժամանակ։ Եվ այդ այլընտրանքը պետք է լինի նշանակալի, այդ այլընտրանքը պետք է լինի որոշակիորեն հղկված, հա, թե տեխնացուների ցուցակի իմաստով, թե նրանց գաղափարները բավական էփված լինեն քննարկումների մեջ, հանրաճանաչ լինեն, որովհետև պետական քարոզարշավը շատ կարճ է։ Իրական ազգային քննարկումը հնարավոր չի կազմակերպել այդ 28-օրյա քարոզարշավի ընթացքում, երբ որ քեզ ըստ էության գովազդային եթերաժամանակ են տալիս, հա, գովազդով քարոզարշավ չի լինում, քարոզարշավը առաջին հերթին բանավեճն է, առանց բանավեճի ոչ մի ընտրող չի կարող կողմնորոշվել տեխնացուների միջև կամ նրանց ծրագրերի միջև, որն է ճիշտը, սխալը, անգամ չի կարող հասկանալ, թե ով ինչ է ուզում։ Այսօր եթե ընտրողներին հարցնես, ում որ ընտրել եք նա այս հարցում, այն հարցում ինչ ծրագրային, ոչով չի կարողանա դա ձևակերպել։ Իսկ մեր պատկերացրած նախընտրությունը դա առաջին հերթին քննարկումներ են, դա առաջին հերթին բանավեճեր են, դա վարկանիշային քվեարկություն է, երբ որ ընտրողը ընտրում է ոչ թե մի հոգու, այլ ուղղակի ձևավորում է իր պատկերացրած ցուցակը։
ցուցակի վերևի հատվածը մի քիչ մեծ հատված կամ ամբողջական ցուցակը կապ չունի, ով ինչքան կկարողանա, այդքանը կձևավորի, բայց նա ցուցակ է ձևավորում, նա անգամ մրցակցող ազգային գործիչների մեջ ստիպված չի ընտրել, չգիտեմ, մեկին կամ մյուսին։ Նա կարող է ուղղակի ասել, այս մեկը թող լինի առաջին համարը, այս մյուսը երկրորդ համարը, մյուսը երրորդ համարը։ Վարկանիշային քվեարկության միջոցով դա մաթեմատիկական որոշակի բանաձևերով դա շատ գեղեցիկ ձևով ստացվում է։ Եվ այստեղ մյուս հարցն է կարևոր, թե որ գաղափարական սկզբունքներով պետք է առաջնորդվեն տեխնացուները եւ ընտրողները իմանան, որ իրենք ընտրություն են կատարում այս գաղափարական շրջանակի միջև, որպեսզի այդ ընտրությունը Ես դա եի ուզում, դրան էի ուզում վերեինք անդրադառնանք, որտեղ անընդհատ շեշտում եք ազգային ուժեր, ազգային դաշտ, ենթադրում եմ, որ դա պիտի կոնկրետ ինչ-որ գաղափարներ կրող հստակ լինեն գաղափարները եւ միայն այդ գաղափարները կրողները կարող են համարվել ըստ ձեզ ազգային, մյուսները արդեն դուրս են մնում այդ դաշտից, կասեք թե ինչպես են այդ դեպքում իրենք կոչվում, բայց դա երևի առանձին այլ քննարկման թեմա է, բայց եկեք փորձենք ավելի կոնկրետ ձեր բնորոշմամբ, որ դեպքում է մարդը կամ ուժը համարվում ազգային, այդ որ գաղափարական սկզբունքներն են, որը առանձնացնում են իրեն ու դարձնում են ձեր թիրախ։ Զուտ տեսականորեն եթե նայենք, ազգային գաղափարական սկզբունքներ կարելի է ընդհանրապես չձևակերպել։ Կարելի է ուղղակի ասել, մենք նախընտրություն ենք կազմակերպում եւ վստահեցնում եմ ձեզ, որ այդ նախընտրությանը կմասնակցեն միայն այն մարդիկ, ովքեր ազգային խնդիրներով մտահոգված կլինեն։ Ինչու՞։ Որովհետեւ եթե ինչ-որ մի օլիգարխ ուզում է Իվանիշվիլի դառնալ, նրան պետք չի նման քննարկում։ Նա կձևավորի կգնի 40, 50, 100 գրասենյակ, կվարձի բազմաթիվ աշխատողներ, որոնք գեղեցիկ կխոսան ինչ-որ ամբողջ տերմիններով, նա կարիք չունի նախընտրության։ Իշխանությունները նույնպես կարիք չունեն նախընտրության։ Նիկոլը ոնց ասի, այդպես էլ կանեն։ Նախկին իշխանավորները նույնպես մեկ անում են այս վերջերս ինչ որ դրա իմիտացիան։ Պոպուլիստական բան է, իրականում դա ոչ մի կապ չունի, մասնավորապես Գյումրի ընտրությունները, իրենք դրա անունը դրեցին հենց primaries են դրա։ Հա, բարեբախտաբար հայերեն բառը չօգտագործեցին, իրականում ոչ մի կապ չուներ։ Դա ուղղակի մի բեմականացում էր իրական ընտրության հետ, քննարկումների կամ, չգիտեմ, ներկուսակցական բանավեճի հետ ոչ մի առնչություն։ Այդպեսի process չկար, ուղղակի կար ցուցակ, քվեարկեք։ Կուսակցական ընտրություններում են փորձում մի քիչ այդպես նախընտրության չէ, ներքին ընտրություն, ուզում են ինչ-որ քննարկումներով, բաներով, այդ էլ չի ստացվում, դա հարցի մի կողմն է։ Չէ, ես վերադառնամ առաջին որոնք են վերակներներ, որ կարելի է ընդհանրապես ոչ մի սկզբունք չձևակերպել։ Մյուս ծայրահեղությունը սրա ազգային բոլոր հարցերի վերաբերյալ ունենալ ձևակերպված լուծումներ, առաջարկներ արդեն վերջնական ձևակերպված։ Այդ դեպքում ընտրողները ոնց որ ավելի հստակ կպատկերացնեն, թե որ ուժին են մասնան։ Բայց այստեղ էլ արդեն անիմաստ կդառնա նախընտրության քննարկումների բանը եւ եթե մեկը ունենա մի քիչ այլ տարբերակ այդպես հստակ ձևակերպած կուսակցական ծրագրի, նա կարծես թե դուրս կմնա խաղից, որովհետեւ ինքը այս տարբերակի երկու կետի հետ համաձայն չի եւ արդեն դա անփոփոխ է։ Հետեւաբար չի կարելի շատ մանրամասն ձևակերպել սկզբունքներ, կարելի է, բայց երևի իմաստ չունի բոլորովին չձևակերպել սկզբունքներ, որովհետև այդ դեպքում էլ մի տեսակ հասկանալի չի լինի, հա, տեսականորեն դա հնարավոր է, ես վստահ եմ, որտեղ միայն ազգային մարդիկ կգան, բայց ընտրողները կամ նրանք, ովքեր պետք է տեխնացու առաջադրվեն, ինչ որ որոշակիության կարիք այնուամենայնիվ ունեն։ Հետևաբար այն ինչ որ ես այսօր կարող եմ առաջարկել կամ այն ինչ որ հայկական ընտրությունը մինչև հիմա շրջանառության մեջ դրել է, մենք կանգնել ենք 7 սկզբունքների վրա։ Ինչ որ միջին տարբերակ է կընտրել։ Հա, ինչ որ մի միջին տարբերակ է, որը ըստ էության շրջանակ է, որից դուրս գալ չի կարելի, բայց որի ներսում էլ գոյություն կարող է ունենալ լուծումների բազմազանություն եւ դրանց շուրջ կարող է տեղի ունենալ քննարկում։ Ընդհանուր
ծրագիրը կարող է ներառել նաև այլ հարցեր, որոնք կարծես թե սկզբունքների հետ ընդհանրապես չեն առնում։ Դա այլ խնդիր չի, չգիտեմ, ասենք ինչ որ մի կետում տեխնացուների միջև կարող է վեճ բռնկվել, չգիտեմ, ավելի սոցիալիստական կամ ավելի լիբերտար մոտեցումների վերաբերյալ, տեսական բան եմ ասում։ Եթե այս շրջանակի հետ առնչություն չունի, դրանք բոլորը թույլատրել են քննարկումների կոնտեքստում։ Կարևորը որ այս շրջանակի հիմա որոնք են այդ 7 կետերը։ Յուրաքանչյուր կետի վերաբերյալ եկել ենք այս պահին քաղաքական դաշտում արկա դիրքավորումներից եւ ազգայինը դրանց ինչպես է հակադրվում կամ ինչպես է դրանցից բաժանվում։ Ամենաառաջին ձևակերպումը դա ազգային պետության պահանջն է, որպես երրորդ հանրապետության միակ ընդունելի այլընտրանք։ Այստեղ միանգամից կարող են հարցեր առաջանալ, թե որն ազգային պետությունը։ Դրա մասին եկեք խոսենք, որովհետև ազգային պետության մասին կարող են տարբեր պատկերացումներ լինել եւ քննարկումներն են, որ բերելու են ազգային պետության ավելի խորացված ընկալման եւ դրան համապատասխանող այդ լուծումների Այսինքն եթե ես ազգային պետության կողմնակից եմ, բայց իմ ձևով եմ պատկերացնում, ես գալիս եմ դա ներկայացնում եմ process-ի ընթացքում, հենց դրա համար է, որ ամեն մեկը գա իր պատկերացում եւ ըստ գնահատականի ընտրողի ինքը ստանա, Ստեղ կարող է լինել նաև այսպիսի քննադատություն, որ իսկ ազգային պետությունս որն է, ամեն պետություն էլ ազգային է, եթե այդպեսին է, ուրեմն դու այդ խնդիրը չունես, ուրեմն քո համար անգամ երրորդ հանրապետությունն է, այսօրվա իրավիճակով, այսօրվա հակազգային որոշումների կայացման պրակտիկայով, ուրեմն դա էլ է քո համար ազգային։ Եթե դա էլ է քո համար ազգային պետ, ուրեմն խնդիրը այդ պետության վերաբերյալ խնդիրը քո մոտ ձևակերպված չի, հետեւաբար դու քաղաքական դաշտի կամ ազգային հատվածում չես կամ բավականաչափ հասունացած չես, որ այդ հատվածում լինել դրսել դա մի տեսակ պայման է, անգամ եթե կգաս կասես, որ չգիտեմ, ցանկացած հանրապետություն դա արդեն ազգային պետություն է, դա էլ է ընդունելի, բանավեճի ժամանակ կբացահայտվի, դա այդպես է, թե այդպես չի, որովհետև ընդդիմախոսների առաջարկների հետ բախվելով արդեն կամ այս կողմ կամ այն կողմ ընտրողները կկողմնորոշվեն։ Երկրորդ շատ կարևոր կետը այն դիրքորոշումների ֆոնին տարբեր քաղաքական ուժերի, որ կամ պետքա Եվրոպամետ լինել, արևմտամետ լինել, կամ պետքա Ռուսաստանի հետ ինչ-որ համագործակցությունը վերականգնել, որը այսօրվա վարչակարգ, չգիտես ինչու փչացրել է իրենց կարծիքով, եւ եթե նույնիսկ այս երկու տարբերակն էլ չլինեն, մեկ ուրիշ տեր պետքա փնտրել հանձինես Չինաստանի եւ այլն, ուրեմն ցանկացած տեր փնտրելու փորձերը դրանք մենք սահմանում ենք, որ դա ազգայինի հետ կապ չունի, որտեղ ազգային այն է, որ դու ինքդ ես որոշում քո խնդիրները, դաշնակցելը այլ հարց է, մտնել ինչ-որ մի համակարգի մեջ, որտեղ արդեն քո ինքնիշխանությունը ինչ-որ չափով սահմանափակված է, զուտ են պատճառով, որ դու որոշ ֆունկցիաներ պատվիրակում ես, դա արդեն ոնց որ իմաստ չունի։ Ստեղ մի այսպիսի առարկության պահ կա, որ օրինակ ասենք, չգիտեմ, Ֆրանսիայի նման երկիրը ենթադրենք Եվրոմիության անդամ է։ Միթե նա ինքնիշխան չի, չէ՞ որ ինքնիշխան որոշում են մտել, ինքնիշխան որոշումով էլ կարող է դուրս գալ։ Կարող ենք համաձայնվել, որ այո, ինքնիշխան որոշումով է մտել, բայց որոշման էությունը իր ինքնիշխանության սահմանափակումն է։ Հայաստանի ինչ-որ ֆունկցիաներ հանձնել է Եվրոհանձնաժողովին կամ չգիտեմ ՆԱՏՕ-ին, չգիտեմ։ Հայաստանի դեպքում տեսականորեն կարող է գա մի պահ, որ մենք այտենց չբացառենք էլ հիմա դե հարևանությունը նորմալ է, կարելի է ինտեգրվել, կարելի է ինչ-որ ֆունկցիաներ պատվիրակել վերպետական կառույցներին։ Եվ դա լինի մեր ինքնիշխան որոշման, ոչ ոք դա կասկածի տակ չի դնի։ Բայց Հայաստանի պարագան այնպիսին է, որ թշնամական շրջանի մեջ ապրող երկիրը ինքը չի կարող մտնել կամ այլ նպատակների համար ստեղծված կառույցներ կամ կառույցներ, որտեղ կարելի է մտնել, եթե դու արդեն խնդիր չունես, եթե դու հանգիստ ուղղակի ինտեգրվում ես, զուլվում ես, նպատակդ հենց դա է։ Եթե դու օրինակի համար ունես պաշտպանության խնդիր, շատ իրական պաշտպանության խնդիր, մեր մտած լինելը հապկի անդամ լինելը, դա ի վնաս մեզ ծառայեց։
Մենք ունենք հակաօդային պաշտպանության համակարգ տարբեր ֆունկցիաներ թողեն, անգամ եթե հապ մտած չլինենք, Ռուսաստանի հետ պայմանագրերի էությունը էր, որ Ռուսաստանը պետք է մեզ պաշտպանի։ Ու դա մի տեսակ փափուկ բարձր շատերին թվում էր, որ դա անվտանգության երաշխիք է, մյուս կողմից էլ ՆԱՏՕ-ի ինչ-որ ծրագրերի ենք մասնակցում, այս երկուսը մեզ անվտանգությունը ապահովում, պարզվեց ոչ մի բան չի ապահովում, որովհետև դու պետքա պատրաստվես, ես դու դա կարող ես անել, երբ որ քո հարցերը ինքդ ես լուծում։ Այսինքն երկրորդ կետը դա ինքնիշխանության կետն է, հատկապես հենց վերպետական կառույցներին ոչինչ չպատվիրակելու տրամաբանությամբ, բայց ոչ համագործակցելու տրամաբանությամբ։ Օրինակի համար ինչ որ մեկը մեր տեխնացուներից կարող է գալ եւ ասել, որ Ռուսաստանը դա մի չարիք է, փորձում է վերականգնել կայսրություն եւ այդ տեսակետից ինքը մեզ համար էլ սպառնալիք է, որովհետեւ մենք էլ ենք ինչ որ մի ժամանակ եղել իր կայսրության մեջ եւ մենք Ռուսաստանին դեմ ենք։ Արևմուտքում էլ, ասենք, չգիտեմ, այս երկիրը մեզ բարեկամ է, նրանից միգուցե կարողանանք զենք գնել, ուրեմն նրա հետ եկեք հարաբերությունները խորացնենք, այս մի երկիրը այդքան էլ բարեկամ չի, նրա հետ մի քիչ տեսակ սառը հարաբերություն։ Այս ամեն ինչը կարող է լինել քննարկումների մեջ, բայց քննարկումների մեջ չի կարող լինել ոչ ՆԱՏՕ-ի անդամությունը, ոչ Եվրամիության անդամությունը, ոչ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում մնալը անգամ չի կարող լինել ըստ տրամաբանության, որովհետեւ դա էլ ինքնիշխանությունը սահմանափակող կետեր են։ Երրորդ կետը դա հայրենատիրությունն է։ Սա բավական պարզ եւ միաժամանակ շատերին բարդ թվացող կետ է։ Երևի ամենավիճելիներից։ Հա, չգիտես ինչի վիճելի է դառել, այսինքն ասել, որ սա իմ հայրենիքն է, չգիտես ինչի այսօր դառել է շատ վտանգավոր մի բան։ Ասել, որ, չգիտեմ, Վանը Հայաստանինն է, դա նշանակում է մարդկանց կարծիքով Թուրքիայի պատերազմ հայտարարել։ Դա այդպես չի նշանակում, եթե դու դա չես ասում, որ դա քոնն է, դու պարզապես արդեն խոսում ես Հայաստան պետության վերացման մասին, որովհետև Հայաստան պետությունը հենց հայ ժողովուրդը, հայ ազգի վերացման մասին, որովհետև հայ ազգի հայրենիքը դա է։ Եթե դու քո հայրենիքից հրաժարվում ես, ոնց որ ծնողներից ես հրաժարվում, սա մոտավորապես այդպիսի մի բան է։ Այդ կեղծ ձևակերպումը, որ դա ասելը նշանակում է պատերազմ, դա այդպես չի։ Անգամ երբ որ դու ասես, որ մենք ունենք տարածքային իրավունքներ, եւ դա արդար պնդում է, չէ՞, Թուրքիան այսօրվա տիրապետում է, ինչ որ մի ժամանակ միջազգայինորեն ճանաչված ոչ պատմական, այլ միջազգայինորեն ճանաչված հայկական տարածքներից ավելի քան 100,000 քառակուսի կիլոմետր, 110-ի շուրջ։ Սևր, Գումարած, Իգդիր եւ այլն, Կարս, այդ հատվածները։ Սրա մասին ասել, որ Թուրքիան եկել գրավել է, հա, ոչ մի ձևով դա պատերազմի սկսել չի։ Ակնհայտ է, որ Հայաստանը թույլ է, Հայաստանը ի վիճակի չի 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ պատերազմ հայտարարել։ Բայց երբ որ դու հրաժարվում ես դրանից, դու արդեն ինքդ չես։ Դա արդեն մի հատ ուրիշ երկիր է, դու չես կարող պնդել, որ սա քաղաքական, որ սա ազգային ուժ է, քաղաքական դաշտի ազգային հատվածի գործիչ է, որը ասում է, չէ, Կարսը Հայաստան չի, չէ, Կարսը Հայաստան լինել, դու պետք է արձանագրես։ Արցախի դեպքում, Նախիջևանի դեպքում անգամ նույնպես։ Այս փաստը չարձանագրում ինձ թվում է քաղաքական դաշտի ազգային հատված չի, ինչ որ կոնֆորմիստա, հարմարվողական, չգիտեմ, ինչ որ ուրիշ բաներով է, ինքս բան կամ ուրիշ շարժառիթներ ունի, ուրիշ տրամաբանություն ունի, կամ պատրաստ չի հոգեբանորեն, կամ շատ վախեցած է այս իրավիճակում։ Սա երրորդ կարևոր խնդիրն է։ Մնացած կետերը շատերը ասում են, երբ որ ընթերցում են, ասում են, այս նախորդ 3-ից են բխում։ Բայց այնուամենայնիվ որոշ կետեր անհրաժեշտ է շեշտադրել։ Կարևոր կետերից մեկը դա համապարփակ անվտանգության կետն է, որը կարելի է նաև որպես ազգբանակ ձևակերպել։ Հիմա այս տերմինները հատկապես ազգբանակը շատ է շահարկվել, այդ թվում բոլորովին ազգբանակի հետ կապ չունեցող համատեքստում, երբեմն անգամ տարբեր մարդիկ, չգիտեմ, օրինակներ են բերում, ասենք օրինակ շվեյցարիական օրինակներ են բերում, ասելով որ դա է ազգբանակ, մեծ հարցականով բան է, բայց քննարկման մեջ տեղ ունի։ Ամենագլխավոր հարցն այն է, որ դուք անվտանգության հարցերը ինքդ պետք է լուծես։ Հետևաբար դա պահանջում է լուրջ մոբիլիզացիա։
Եթե զորաշարժը չլինի, եթե ներուժի ամբողջական կազմակերպումը իրացումը չլինի, դու պարտվելու ես իրոք 80 միլիոն, 10 միլիոն։ Ընդ որում պարտվելու ես ոչ թե որտեվ պատերազմը հայտարարելու պարտվելու ես։ Այսպես թե այնպես այսօր էլ այդ պատերազմը գնում է։ Այսօր ամեն ստորագրվող զիջումը դա ըստ էության մի հատ պարտված ճակատամարտ պատերազմը միայն ռազմի դաշտ չէ։ շանտաժ են անում, դրանով դու միանգամից հանձնվում ես։ Դա ակնթարթային ճակատամարտներ են, իրանք ուզեցին, դու հանձնվեցիր, ստորագրվեց, վերջացավ։ Այս պատերազմը շարունակվում է գնալ։ Եթե դու ուզում ես ընթացքը կանգնեցնես, այդպես չի գալու մի պահ, որ վերջ, այլևս քեզնից ոչինչ չեն պահանջելու։ Ընդ որում կարող են պահանջել շատ հանգիստ օրինական բաներ, օրինակի համար քաղաքացիների տեղաշարժի իրավունք։ Ինչի ադրբեջանցիներին թույլ չեք տալիս գալ, ասենք Հայաստանի տարբեր շրջաններում ապրել։ Բնական հանգիստ պահանջում են, անում ես ինչ որ ժամանակ հետո պարզում են դեռ անվտանգության խնդիր կա, անվտանգության խնդիրն են պահանջում, որ լուծես, ուրեմն դու նրանց պետք է ինչ որ արտոնություններ տաս, չես տալիս, ուրեմն չլուծեցիր, ուրեմն մենք ենք ապահովում անվտանգությունը։ Այս պատերազմը շարունակվում է եւ շարունակվելու է մինչեւ Հայաստանի վերացումը։ Եթե մենք որոշում ենք կայացրել, որ որպես ազգ պետքա մեր հայրենիքում շարունակեն գոյություն ունենալ, այդ հարցերը պետքա ինչ-որ մի ձևով լուծել։ Հետևաբար ազգային դաշտը ներկայացնող քաղաքական գործիչը անվտանգության համակարգի մասին իր առաջարկը պետք է անպայման ձևակերպի, որը մեզ համոզի, որ դա իրոք համապարփակ բնույթ է կրում եւ կարող է շատ խնդիրներ այս ձևով կարող ենք շատ խնդիրներ լուծել։ 5-րդ կետը սա վերաբերում է տնտեսությանը, մեր գլխավոր խնդիրներից մեկը նախորդ տարիներին եղել է օլիգարխիան, մենք հայերեն օգտագործել ենք խմբիշխանություն բառը, ազգային պետությունում խմբիշխանությունը պետք է բացառվի։ Ոմանք սկսում են սրան առարկել, դուք ուզում եք, չգիտեմ, մասնավորին դեմ պայքարել, հարուստների դեմ։ Ոչ, խմբիշխանություն Հայաստանում պետք է չլինի, չպետք է լինեն մարդիկ, ովքեր իրենց սեփականության հետ կապված շահերը վերածեն պետական քաղաքականության, վերածեն, ասենք, պետությունը թալանի գործիքի կամ թեկուզ ոչ թալանի, այլ իրենց դիրքը պահպանելու գործիքի, դա պետք է չլինի։ Եվ դա չէ, որ ազդում են նաև քաղաքական որոշումների կայացման վրա, քաղաքական համակարգում պետք է ազգային պատասխանատվությունը լինի առաջին տեղում, այլ ոչ թե նյութական շահ։ Հետևաբար ինչ ուզում եք առաջարկեք, բայց պետք է առաջարկեք մի լուծում սահմանադրության մեջ, չգիտեմ, տնտեսական քաղաքականության հետ կապված, օրենսդրության հետ կապված, բայց որը պետք է բացառի խմբիշխանությունը։ Դրա շուրջ մենք պետք է խոսենք։ Եվ այստեղ տնտեսական բլոկում երկրորդ մասն էլ կա, դա տնտեսությունը պետք է սպասարկի քաղաքական նպատակները։ Այստեղ էլ քննադատություն կա, թե դուք մրցակցության դեմ եք, եկեք, չէ՞ կոմունիստական ռեժիմ եք սարքում, չէ, դրա մասին չի խոսքը բնականաբար, տնտեսությունը ունի վերացական նպատակներ։ Սովորաբար, ասենք, համաշխարհային դասագրքային իմաստով, հա, այնտեղ, չգիտեմ, ՀՆԱ-ն պետք է բարձր լինի, արժեզրկումը պետք է սահմանափակ լինի, չգիտեմ, եւ մի շարք այլ աղքատության տոկոսներ, դրանք վերացական նպատակներ են բոլոր տնտեսությունների համար, եւ դրանք լավ նպատակներ են համեմատելու համար այս տնտեսությունը մյուս տնտեսության հետ։ Բայց մեր դեպքում, երբ որ դու թշնամական միջավայրի մեջ ես, քո ռազմական բյուջեն կարող է շատ ծանր լինի եւ շատ այլ խնդիրներ ունենաս եւ ստիպված լինես ինչ որ բաներ զոհաբերես հանուն անվտանգային խնդիրների լուծման, հանուն այդ ազգային նպատակների իրականացման, եթե օրինակի համար ասենք մենք խնդիր ունենք հաջորդ կետին մատա, բայց ստեղ էլ ասեմ ժողովրդագրության հետ կապված։ Բնականաբար քո տնտեսությունը պետք է մի տեսակ ուղղորդված լինի այդ անվտանգային խնդրի լուծման, հա, ժողովրդագրական խնդիրների լուծմանը։ Անկամ եթե դա ինչ որ մի կետում, չգիտեմ, սահմանափակումը շուկայական ինչ որ մի
մաս, ասենք մեկ ուրիշ դեպքում ասենք պետական ծախսերի չթույլատրված ավելացում է ենթադրում կամ հակառակ ինչ որ ծախսերի կրճատում է ենթադրում հանուն այս մյուս ծախսերը իրականացնելու, բայց էությունը դա է, որ մենք ոչ թե վերացական նպատակների հետևից ենք գնում տնտեսության, այլ տնտեսությունը շատ կոնկրետ ազգային նպատակների սպասարկման համար պետք է ծառայի, եկեք դրա մասին խոսենք, թե ինչպիսին պետք է լինի տնտեսությունը, որը ազգային նպատակները առավելագույնս սպասարկի։ Մյուս կետը, որ մի թեթև հիշատակեցի նախորդ կետի հետ կապված, դա ընտանիքի նկատմամբ վերաբերմունքն է, նպատակ ունենալով ժողովրդագրական խնդրի լուծումը։ Նախ ցանկացած ազգի հարատևությունը էապես կապված է ընտանիքի հետ։ Մի տարածված բան կա, հաճախ մարդիկ օգտագործում են դա, որ մենք երբեմն ընտանիքը դասում ենք երկրից, պետությունից, ազգից։ Ընտանեկան շահը մեզ ավելի հարազատ է, իսկ պետության վրա թքած ազգի հետ ինչ կկատարվի կարևոր չի, բայց իրականությունը մեր խորը համոզվածությամբ հակառակն է, որովհետև ամուր ընտանիքով է, որ ազգը ընդհանրապես հարատևում է, որովհետև ընտանիքների հարատևման փիլիսոփայությունը, ազգի հարատևման փիլիսոփայությունը, այսինքն ինչ որ դու քոնն ես համարում, քեզ հարազատն ես համարում, դա շատ մոտիկ են իրար, եւ ժողովրդագրական խնդիրների լուծումն էլ ընտանիքի որոշակի մոդելի մեջ է, հետևաբար դա կարևոր խնդիր է, այսինքն այդ ընտանիքը պետք է այդ աջակցություն ունի, եթե որպես սկզբում ձևակերպենք, եթե ընտանիքը ուզում է երեխա ունենա, ոչ մի տնտեսական, տեխնիկական, կազմակերպական, չգիտեմ, իրավական, ոչ մի սահմանափակող բան պետք է գոյություն չունենա։ Եթե երիտասարդներ ուզում են ամուսնանալ, կրթություն ստանալու նրանց իրավունքը չպետք է հակադրվի նրանց ամուսնանալու իրավունքին, այսպես ասած, այսինքն պետք է ինչ որ ձևով անել, որ այդ երկուսը իրար հետ համատեղել լինեն։ Ես բերեցի երկու օրինակ, մեկ ուրիշ տեխնացու կարող է 10 հատ ուրիշ օրինակ բերի, կարող է վիճարկի իմ առաջարկած լուծումը կամ մեկ ուրիշի առաջարկած լուծումը, բայց մենք պետք է այսպիսի հարցերին լուծում տանք, որովհետև դա շատ կարևոր հարց է։ Հիմա ժողովրդագրության մեջ մտնում է նաև ներգաղթը, հիմա կարող է մեկը ներգաղթի հետ կապված, ասենք առաջարկներ բերի, բայց դա քննարկման առարկա է կարևոր։ Այն քննարկման դաշտ է, մի խոսքով։ Եվ վերջին կետը դա կրթության եւ մշակույթի դարձյալ ազգային նպատակներից բխելն է եւ անվտանգային խնդիրներից բխելն է, որովհետեւ ստեղ կարող են իհարկե քննադատություններ լինել, դեռ չեմ լսել, բայց վստահաբար կլինեն, որ չի կարելի գաղափարականացված կրթություն անել, կազմակերպել, դա ավելի շատ գիտական հարցեր են, այսինքն մասնագիտություն պետք է սովորացնես, այլ ոչ թե, չգիտեմ, մարդկանց սարքես, չգիտեմ, նժդեհականներ օրինակի համար, չէ, նժդեհականներ սարքելու մասին չի խոսքը, եւ եթե կարող է լինի մեկը, որը հենց դրա վրա շեշտադրում անի, մյուսը կարող է վեր կենա, ասի, չէ, եղբայր, դա չի էականը, եւ ասենք օրինակ էականն այն է, որ մեր մոտ մեկ ընդհանուր կրթական ծրագիր չլինի, այլ եւ մեթոդիկաների նույնություն չլինի, այլ լինի բազմազանություն, որը հնարավորություն կտա համ մանկավարժական խմբերին ստեղծագործական մոտեցում դրսևորել, համ ընտանիքների հնարավորություն կտա ընտրություն կատարել, համ կարդիականացնի մեր կրթությունը եւ այլն, եւ դրանով մենք ունենանք լավ կրթություն եւ դա կլուծի մեր, ասենք, մի շարք այլ խնդիրներ։ Բայց եթե հանկարծ ինչ որ մեկը գա, չգիտեմ, ինչ որ մի սխալ ուղղությամբ դպրոց բացի, դրա համար էլ պետք է այդ կրթական համակարգը ունի, ինչ որ ունենա իր անվտանգային չափանիշները, որը պետության ֆունկցիան կլինի եւ դա, ասենք, կվերահսկի։ Բայց այս ամեն ինչը նույնպես խոսալու հարց է, որովհետև կրթությունը վերացական չի կարող լինել։ Հայաստանը իմաստ չունի, որ Հայաստանը պատրաստի ուղղակի մասնագետներ, որոնք վաղը մյուսօր ուղղակի կարող են գնալ, չգիտեմ, աշխարհի տարբեր տեղերում աշխատել, ենթադրենք, բարձր աշխատավարձ ստանալ։ Չէ, բարձր աշխատավարձը չի ազգային դա կոնկրետ մարդու խնդիրն է, որ ինքը այնպեսի կրթություն ստանա, որ բարձր աշխատավարձ ստանա։ Մենք էլ նրա այդ ցանկությունը պիտի հաշվի առնենք, բայց մեր կրթությունը պետք է կազմակերպենք այնպես, որ մեզ պակասող բաները լրացնենք։ Չգիտեմ, կարող ասենք խնդիր է դառնում
ինչ որ տնտեսության մեջ ինչ որ մի մեծ նախագիծ իրականացնելու որոշակի մասնագետների պատրաստություն։ Եթե դա ազգային խնդիր է, դա պետք է տեղ ձևակերպվի եւ լուծվի։ Մի խոսքով մենք նաեւ այդ շեշտադրումն ենք անում, մշակույթի հարցն իր հերթին է բավական ակտուալ դառնում, այս տարատեսակ անհասկանալի մոդայի աստղերի ներմուծման, որ տեսեք մենք, չգիտեմ, ինտեգրվում ենք, տեսեք, երջանկությունը աշխարհի մաս ենք դառել, ինչ որ մի կուրք ենք տեսել, որին մենակ հեռուստացույցով ենք տեսնում, հասկանալի է, որ դա հայ ազգին ծառազդապես օգտակար մի բան չի, ամեն մարդ ազատ է երկի ինչ ուզի լսի, դրա մասին չի խոսքը, բայց դա պետության գործը չի ակնհայտորեն եւ ավելին, եթե դու ազգային խնդիրներ ունես տարբեր, դրա մշակութային սպասարկումը կա։ Հիմա ասենք հա մի հատ Գինոսյան ունեցանք եւ նա կարողացավ մի ոլորտում դա բավական հաջող ձևով մոդայի վերածել, հա, սենց ասած, ազգային պարը կարողացավ վերածել մոդայի, փառք իրեն այդ գործի համար, բայց դրանով չի ավարտվում։ Մենք ասենք շատ այլ ոլորտներում Գինոսյաններ չունեցանք եւ այնտեղ էլ գործեր կա անելու եւ որը մեկը պետությունը պետք է այդ որոշակիորեն օժանդակի նաեւ այդ առումով եւ սա նույնպես քննարկման առարկա է։ Պաստորեն սա էր այդ 7 կետերներ, որ մենք դրել ենք որպես տարբերակում նաև մյուս քաղաքական ուժերից, օրինակ հայրենատիրության պարագայում ակնհայտորեն խալուց դուրս են մնում ոչ միայն նիկոլական բաները անհայրենիք գործիչները, նաև նրանք, ովքեր այսպես փորձում են դիվանագիտական, չգիտեմ ինչ որ բաներ անել, ինքնիշխանության կետով դուրս են մնում բոլոր օտարամոլ քաղաքական ուժը, այսինքն մենք ցույց ենք տալիս, որ այստեղ այն ուժն է, որը սրանց հակադրված է սրանով, նրանց հակադրված է նրանով, եւ այս կոնտեքստում է փորձում գտնել լուծումները։ Շատ ընդգրկուն սկզբունքներ են, որոնց վերաբերյալ այո կարելի է ժամերով խոսել եւ ես կարծում եմ, որ մեր հետագա քննարկումների ժամանակ հենց այդ ուղղությամբ էլ պետք է գնալ եւ երևի թե նաեւ եթե քննարկումներին հյուրեր ունենանք, որոնց տեսնում ենք որպես այդ դաշտի գործիչներ, նրանց կարծիքներն էլ լսենք այդ գաղափարական իհարկե առիթից օգտվելով նաև կայո փորձենք հրավիրել մարդկանց, ովքեր այդ գաղափարական սկզբունքների մասով կամ մի բան ունեն ավելացնելու կամ մի բան կարծում են, որ մի խոսքով քննարկման հարթակ է, բաց հարթակ, որտեղ եթե այս գաղափարների կրող եք ձեր համարում կամ այս գաղափարները ընդունելի եք համարում կամ ունեք որևէ մեկնաբանություններ, մեծ սիրով պատրաստ ենք տրամադրել հարթակը, կարծում եմ, որ շատ հետաքրքիր կարա ստացվի զրույցը, մանավանդ որ այնպիսի սկզբունքներ են ու այնքան բաց են ընտրված այդ սկզբունքները, որ իրոք շատ լայն քննարկման տեղ կա եւ կարիքը կա դրա քննարկելու, որովհետեւ այո առաջին հայացքից երբ որ լսում ես սկզբունքները հատկապես մի քանի են գլխավոր սկզբունքները կամ անհասկանալի են շատ կամ շատ այնքան վիճելի ու վախենալու են, որ մարդկանց թվում է, որ ընդհանրապես այդ մասին բանել չկա խոսելու ասելու, բայց երբ որ բացում ես ձեր ներկայացուցիչից էլ շատ հետաքրքիր, երբ որ բացում ես, նկարագրում ես, թե դրա արդյունքում ինչ կամ դրա բացակայության արդյունքում ինչ կարա լինի, միանգամից արդեն հասկանալի է դառնում դրա կարևորությունը, ինչով է դա այդքան կարևոր եւ ինչի անհրաժեշտ տարբերակել հենց այդ դաշտերը իրարից ու հավաքվել են մարդկանցով, այն խմբերով, ովքեր ընդունելով այդ սկզբունքները կգնան միասնական պայքարի ոչ թե տարանջատված ուժերը բաժանած ու արդյունքում թողնելով դաշտը այնպիսի ուժերի, որոնց գործունեության արդյունքում կարող ենք մի օր կանգնել փաստի առաջ, որ Հայաստան էլ չկա։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, որ այս ընթացքում մեր հետ էիք։ Ես հուսով եմ, որ մենք մեր քննարկումների շարքը անպայման կշարունակենք եւ անպայման ձեր կողմից կստանանք հարցեր, արձագանքներ եւ հնարավորինս ակտիվ մասնակցություն, մենք միշտ պատրաստ ենք լսել բոլոր ցանկացողներին, հետևեք մեր եթերներին, հայկական ընտրության քննարկումների հարթակը բաց է եւ on-line եւ off-line տարբերակով մեծ սիրով պատրաստ ենք
սպասում ենք ձեր արձագանքներին։ Շնորհակալություն, որ մեր հետ եք։